21 րոպե մնացել մեր հարց ու պատասխանին։ Խնդրում եմ հաշվի։ Նախ ասեմ զարմացա, որ այս անգամ ՊՊՑ-ն դիմացս չկտրեց, շրջիկ թափառախումբը դիմացս չկտրեց եւ նաեւ օլիգարխը չվիրավորեց հայոյեց ձեր իշխանության մաս կազմող, որպեսզի հաջողանան ձեզ, հիմա դին հարցին անդրադառնամ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու Հայաստանի միջազգային պարտավորություններն ամրագրում են պետության անջատ լինելը եկեղեցուց եւ եկեղեցու ներքին գործերին իշխանության միջամտելու արգելքը։ Վարչապետը Սահմանադրությամբ ու օրենքներով ունի սպառիչ լիազորություններ, հիմա ուզում եմ հասկանալ Սահմանադրության կամ օրենքների կոնկրետ որ լիազորությամբ եք ստեղծել հայաստանյաց Սարաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդ եւ հայտարարություն եք անում, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եպիսկոպոսների հետ միասին խնդրում եմ նշել կոնկրետ լիազորությունները, նաեւ կապված կաթողիկոսի թեկնածուների բարեվարկության ստուգման անցկացնելու ձեր մտադրության հետ կապված եւ դուք ձևավորել եք այսպես կոչված բարենորոգման խորհուրդ, նշել եք, որ խորհուրդը կարևորում է գործընթացի իրականացումը, ներառականությունը, հանրային վստահությունը, թափանցիկությունը եւ պատասխանատվության սկզբունքները։ Հիմա ես խնդրում եմ ասեք, ինչպես կարող եմ մասնակցել խորհրդի աշխատանքներին, իրականացնել դիտորդական առաքելություն, առհասարակ յուրաքանչյուրը կարող է միանալ եւ վերջում էլ ասեմ, որ մի դասընկերուհի ունեմ, մեր հարաբերությունները բավականին սրված են, բայց վերջերս ինձ գրել էր եւ բավականին ոգևորված էր ձեր գործունեությամբ, եկեղեցու դեմ, ձեր ասպատակությամբ եկեղեցու դեմ եւ նա նշեմ, որ այլ կրոնական կազմակերպության հետևորդ է եւ մի բան էլ ասաց, որ օրինակ նախանձով է վերաբերում, որ բարենորոգում եք։ Հիմա դուք այլ, ասում են մեր մոտ էլ թող բարենորոգեն, դուք այլ կրոնական կազմակերպություններում պատրաստվում եք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ բարենորոգման աշխատանքներ կատարել եւ խնդրում եմ հստակ պատասխանել, որովհետեւ ես բերել հստակ մեջբերումներ ելնելով մեր սահմանադրությունից եւ նաեւ միջազգային պարտավորություններից։ Հայաստանի Հանրապետություն, նախ ես ձեր հարցին նախորդ բրիֆինգում պատասխանել եմ, դուք ներկա չեք եղել, բայց ձեր հարցը ներկա է եղել։ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է զբաղվել այդ թվում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով եւ կտրիչ Ներսիսյանը իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը KGB-ի գործակալ իր եղբոր հետ միասին։ Սա առաջինը։ Անի գործ չեք հարուցում, ինչի քրեական հետապնդում այդ դեպքով չի իրականացվում։ Այսինքն հենց այնպես ուղղակի ասել հանցագործությունը դա օդի մեջ անելու մի բան է, որ օրինակ չպատժի։ Ինչ գործ ունի արգոց մատաղ։ Հիմա տեսեք, երբ որ ձեզ հավատարմագրումից զրկեն, ձեր այս պահվածքի համար ասել դիտարկումներ էին անում, ինչու հենց հասարակի դիտարկումներին որոշեցիք, որ ինձ կարող են զրկել հավատարմագրումից։ Դուք ինձ հնարավորություն չեք տալիս ձեր հարցին պատասխանել։ Ձեռներով այդ շարժումներն էլ բան արեք։ Ձեռներով շարժում հանգիստ պահեք ձեզ, հանգիստ պահեք ձեզ։ Գիտեք այսօր ինչի ձեզ, ինչ է այսօր Հարգելի լրագրող, թույլ կտաք ավարտել։ Հարգելի լրագրողներ, դուք պատրաստվում եք այս հարցերով զբաղվել, թե չեք պատրաստվում։ Ուրեմն ժամանակը գնում է, երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, բրիֆինգը կշարունակվի։ Եվ երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, բրիֆինգը կշարունակվի։ Ուրեմն եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի, պարզա։
Այս ընթացքում նաև ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ հիմա ինչ եք դուք, ինչպես նշեցիք, առանց որևէ, չգիտեմ, ինչ ասցիք ՊՊՑ-ն, ինչ ա արել եւ այդպես շարունակ, որովհետեւ դուք սահմանված կարգով, որպես ենթադրում եմ հավատարմագրված լրագրող, մուտք եք գործել կառավարության տարածք ձեր գործունեությունը իրականացնելու համար։ Եվ հետեւաբար միշտ էլ մեր կոչը եւ մեր մոտեցումն այն է, որ ընդհանրապես հարաբերություններում պետք է լինի լեգիտիմություն եւ լեգիտիմ տրամաբանություն։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր այն դեպքերում ոչ միայն դուք ցանկացած մեկը կգործի այդ տրամաբանությամբ որևէ խոչընդոտի չի կարող հանդիպել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կա խոսքի ազատություն, մամուլի ազատ գործունեության հնարավորությունը մեզ համար կարևոր է եւ մենք ամեն ինչ կանենք դա ապահովելու համար։ Ինչ վերաբերվում է ձեր մյուս հարցին, ես առաջին մասով արդեն պատասխանեցի, շարունակելով ասեմ, որ ես ինքս ինձ համարում եմ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, ես այդ համայնքի անդամ եմ, եկեղեցու գործերով զբաղվելը որևէ կերպ չի կարող հակադրության մեջ դրվել իմ եկեղեցու հավատավոր հետևորդ լինելու փաստի հետ, որովհետև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հավատավոր հետևորդներն են, որովհետև Հիսուս Քրիստոսը նոր կտակարանում ասում է, որ այնտեղ որտեղ իմ անունով 3 հոգի կհավաքվի, հենց դա է եկեղեցի։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այո, հոգևոր սպասավորները եկեղեցու սյուներն են, բայց եկեղեցին ժողովուրդն է, նրա հավատավոր հետևորդները։ Այսօր գիտեք ինչ, ես կառաջարկեմ, որ մոնիտորինգ անենք։ Հանրապետության տասնյակ, հարյուրավոր եկեղեցիներում պատարակներ են տեղի ունենում դատարկ դահլիճներում։ Եվ որ շատ դեպքերում կտրիչ ներսյանի համակարգը չունի հնարավորություն կիրակնօրյա պատարակներում այդ գյուղի համայնքից բնակիչներից գոնե 5, 10, 15, 20 հոգի վեր գնացեք բանի այդ կիրակնօրյա պատարակները։ Ես այս վերջերս մի տեղի հետ կապված հարց կար հետաքրքրվեցինք եւ ասցին, որ պատարակին մասնակցել է տվյալ քահանան եւ իր ընտանիքի անդամները։ Իր ընտանիքի անդամից դուրս որևէ մեկը չի մասնակցել։ Եվ այն, որ եւ մենք այո կտրիչ ներսյանին մեղադրում ենք եկեղեցու դռները փաստացի հավատավոր հոտի առաջ փակելու եւ հավատարիմ հոտին եկեղեցուց օտարելու մեջ եւ ցավոք կամ ոչ ցավոք փաստն այն է, որ իմ երկու կարգավիճակները չեն կարող բաժանել եւ ամեն ինչ պետք է տեղավորել այդ համակարգում։ Ես կարող եմ միանալ եւ հասկանալ հետոքական առաքելությունը։ Ուրեմն ներողություն, ուրեմն տեքստում գրված է, որ խորհրդի անդամ կարող են դառնալ այն մարդիկ, ում վերաբերյալ կլինի միաձայնություն խորհրդում։ Սա առաջինը։ Երկրորդը, ինչպես բոլոր այլ կազմակերպություններում, եթե անհրաժեշտություն է լինում, կլինի հրավեր եւ եթե կլինեն դիմումներ, կլինի կամ մերժում կամ բավարար։